Եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո հարգելի հետևորդներ, կարևոր լուրերը նախ համառոտ։ Խաղաղության կամուրջ Բաքու այցից հետո ինչ է պատմում Ադրբեջանից վերադարձած հայկական պատվիրակությունը։ 129 կուսակցություն, քաղաքական բազմազանություն, թե ձայների փոշիացում, ովքեր են ընտրությունից ընտրություն ծլող ուժերը եւ ինչպես են դրանք փոխում խաղի կանոնները։ ԿՊ-ն իր նախընտրական ծրագրումները առել է նաև եկեղեցու բարենորոգման օրակարգը, ինչու է իշխող ուժը եկեղեցական հարցը դարձնում քաղաքական պայքարի մաս եւ ինչ հետևանքներ կարող է ունենալ այս որոշումը։ Մեկ շաբաթյան նստացույց դատախազության մոտ Դավիթ Մինասյանին ազատելու պահանջով։ Նստացույցը սկսում եմ ինքս մենակ եւ խնդրում եմ կոչ եմ անում այն մայրիկներին, ովքեր անտարբեր չեն Դավիթ Մինասյանի կյանքով, միանալ, գալ, նստել, աջակցել։ Խորտակվող Երևանն ու մայրաքաղաքի փրկիչները, ով է պատասխանատու ջրահեռացման համար։ 21 ժամ սեղանի շուրջ, բայց 0 համաձայնություն, տապալված բանակցություն, թե վերահաշվարկված խաղ, ինչ կատարվեց Իսլամաբադում։ 16 տարվա իշխանության վերջը, Հունգարիան փոխում է քաղաքական ուղղությունը։ Քաղաքական դաշտը պաշտոնապես մտնում է ընտրական փուլ, այսօր մեկնարկել է խորհրդարանի ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերի առաջադրումների գործընթացը։ Կուսակցություններն ու դաշինքները արդեն կարող են իրենց փաստաթղթերը ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Առաջադրման գործընթացը կտևի 9 աշխատանքային օր, մինչև ապրիլի 23-ը։ Մասնակցության ձևաչափի մասին հիմնական խաղացողներն արդեն հայտարարել են։ Ընտրությանն ընդառաջ քաղաքական դաշտում կրկին ակտիվացել են ոչ միայն հայտնի ուժերը, այլև տասնյակ անուններ, որոնց մասին հանրությունը հաճախ առաջին անգամ է լսում, հենց ընտրությունից առաջ։ Հայաստանում կա 129 գործող կուսակցություն, սա ակտիվ քաղաքականության մասին է, թե քաղաքական շարքային տեխնոլոգիա ձայները փոշիացնելու համար, Անի Աբաղյանն է ներկայացնում։ Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ կա 129 գործող կուսակցություն։ Գործող բառին վերապահումով է մոտենում զրուցակիցս Հրանտ Մելիք Շահնազարյանը։ Ինչ որ պահի եւ այդ պահը համընկնում է հենց ընտրական տարվա հետ, այսպես ասած ծլում են կուսակցություններ։ Ինչի մասին է վկայում փաստը։ Այն որ շատ կուսակցություններ են գրանցված, դա վկայում է այն մասին, որ ամբիցիոզ գործիչներ շատ կան մեր հասարակության մեջ եւ ըստ էության նաեւ գաղափարական հենքը քաղաքական դաշտում առնվազն այդքան ուժեղ չէ, տարբեր շահերից բխող կուսակցություններ են, որ այս ռոպեական խնդիրը լուծելու համար ստեղծվում են եւ հետո հեշտ հրաժարվում են դրանից, այսինքն իրենք պետք է գաղափարական չեն։ 129 կուսակցությունից 13-ը կենտրոնական ընտրական հանձնաժողովում օգտահաշիվներ ունենալու դիմում են ներկայացրել։ Դրանց շարքում կար գոնե մեր խմբագրությանն անծանոթ մեկ կուսակցություն Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք անունով։ Հիմնադիր ղեկավարի հետ զրուցելիս հարցրինք, այդքան հայտնի կուսակցություն չէ, երբ է բացվել։ Ասաց 2025-ին համագումարը եղել է, բայց իշխանությունը խնդիրներ էր ստեղծել նրանց գրանցման համար եւ ստիպված 2026-ի փետրվարի 3-ին են գրանցվել։ Ինչի համար են այդքան շատ։ Ես կասեի, որ իհարկե կան արբանյակ կուսակցություններ, կան կուսակցություններ, որոնք փորձելու են դեմքերը փոխել, բայց վերարտադրել նույն համակարգը, եւ կան կուսակցություններ, որոնք իրոք ստեղծվում են կամ ստեղծվելու են, որպեսզի իրական հարց փոխեն կամ համակարգ փոխեն Հայաստանում, ինչպեսին ասենք ես ոչ թե ինքնագովազդով եմ զբաղվում, հանդիսանում է մեր կուսակցությունը։ Այս կուսակցությունը որոշել է մասնակցել ընտրությանը։ Վստահ են 30+ կհավաքեն, ոչ թե ձայն, այլ 30+%։ Ազգային ժողովում եղած ընդդիմության հետ չենք համագործակցում, Սամվել Կարապետյան, մենք չենք դիտում ինչ-որ նոր ուժ, մենք դիտում ենք համակարգի վերարտադրման։ Որ համակարգի։ Այսօրվա համակարգի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից մեծ զրույցում ասացին, ընտրական գործընթացներին գործող 129 կուսակցությունների մեծ մասը չի մասնակցում ընտրությանը նախորդ փորձից ելնելով, բայց թե քանի կուսակցություն այս անգամ կփորձի ուժերը դեռ հայտնի չէ։
Հայաստանի քաղաքական դաշտում չնայած գործող կուսակցությունների մեծ թվի, ակտիվությունը փոքր է։ 2025 թվականի դեկտեմբերին Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը Հայաստանի կուսակցական համակարգի ուսումնասիրության արդյունքներն է հրապարակել։ Ըստ հետազոտության 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցված էր 123 կուսակցություն։ 1 տարի, 3 ամիս, 10 օրվա ընթացքում 6 կուսակցություն է ավելացել։ Ըստ Transparency-ի տվյալների, տարեկան ֆինանսական հաշվետվություն ներկայացրել է հաշվետու 123 կուսակցությունից 118-ը, որոնցից ավելի քան 70%-ը 83 կուսակցություն ֆինանսական գործունեություն չի ծավալել։ Ընտրության արդյունքների վրա ինչպես կանդրադառնա այսքան կուսակցության ներգրավվածությունը։ Մանր կուսակցությունները դրանք ովքեր որ կուսակցություններ, իհարկե տակախանդարել են։ Այդ ամեն մեկը 5%-ը զենքացնի, դա զգալի ազդեցություն է ունենալու ընդհանրապես ընտրության ելքի եւ նույնիսկ ընթացքի վրա։ Կուսակցությունների քանակը արդյոք խոսում է նաև հասարակության բևեռացվածության մասին։ Քաղաքագետը կարծում է, փոքր ու ոչ մեծ ճանաչելիություն ունեցող կուսակցությունները չեն մասնատում հասարակությանը։ Այդ այսպես կոչված գործիքը խոշոր եւ ավելի հայտնի կուսակցությունների ձեռքին է։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Քաղաքացիական պայմանագիրը նախընտրական պայքար է մտնում ոչ միայն սոցիալ-տնտեսական կամ անվտանգային խոստումներով, այլև եկեղեցական օրակարգով։ Իշխող ուժի ծրագրում տեղ գտած այսպես կոչված եկեղեցու բարենորոգման օրակարգը փաստացի վերածվում է քաղաքական պայքարի նոր ճակատի, ընտրողին առաջարկելով քվեարկել ոչ միայն իշխանության, այլև հոգևոր կառույցի փոփոխության համար։ Իսկ ինչու է իշխող ուժը եկեղեցական հարցը դարձնում քաղաքական պայքարի մաս եւ ինչ հետևանք կարող է ունենալ այս որոշումը, Անահիտ Սարգսյանն է ներկայացնում։ Քաղաքացիական պայմանագիրը նախընտրական դաշտ է տեղափոխում նաև եկեղեցական հարցերը։ Իշխող ուժի ծրագրում տեղ գտած եկեղեցու բարենորոգում կոչվող նախաձեռնությունը ընտրողին առաջարկում է դիրքորոշում հայտնել ոչ միայն իշխանության, այլև եկեղեցական կառավարման հարցերի վերաբերյալ։ Ճանապարհային քարտեզում նշված է կաթողիկոսի հեռացում, տեղապահի ընտրություն, եկեղեցու կանոնադրության ընդունում, սահմանված կարգով ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն։ Սա խոսում է այն մասին, որ իշխանությունները իրենք 8 տարի արդեն իշխանություն լինելով չեն պատկերացնում, ասենք, իրենց լիազորությունների շրջանակը։ Քաղաքական ուժն իրավունք չունի միջամտել եկեղեցու կյանքին եւ նման ծրագրեր ներկայացնել, պնդում են նաեւ իրավապաշտպանները։ Անկախ նրանից դա պետության ղեկավարի գործառույթների շրջանակներում, թե նախընտրական պայքարում, թե նախընտրական ծրագրում, միևնույն է այդ բոլոր գործընթացներում այդպիսի ամրագրումը կամ այդպիսի քայլերը հակասահմանադրական են որպես այդպիսին։ Իրավապաշտպան Զարա Հովանիսյանը նշում է, որ դեռ սկզբից պարզ էր եկեղեցու դեմ իրականացվող ամբողջ գործընթացը հակասահմանադրական է։ Պետությունը որպես կառույց զատ է եկեղեցուց եւ կրոնական կազմակերպության ներքին կանոնակարգերին միջամտելու իրավունք չունի։ Ալեքսանյանի կարծիքով այս ամենին հակազդելու հիմնական ճանապարհը քաղաքացիական պայմանագրի քայլերի բացահայտ մերժումն է եւ հակասահմանադրական լինելու բարձրաձայնումը։ Մերժել քաղաքացիական պայմանագրի եւ ընդհանրապես եթե մյուս քաղաքական ուժերն բոյկոտեին այդ ապօրինությունը, որի իրավունքը չունի, այն քաղաքական ուժերը, որոնք հայտ ունեն մտնելու ընտրությունների ընտրապայքարի մեջ։ Միաժամանակ նա չի կարծում, թե իշխող կուսակցությունը կկարողանա շահել այս դրույթներից։ Մենք տեսանք, որ ժողովուրդը մերժում է եկեղեցու դեմ իր ապօրինի արշավը։ Հիմա նախընտրականի մեջ է մտցրել, չեմ կարծում, որ շահելու է դրանից Նիկոլ Փաշինյանը եւ իր մերժված քաղաքացիական պայմանագիրը։ Դեռևս օրեր առաջ Մայրաթորը արձագանքել էր քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագրին, նշելով, որ եկեղեցուն վերաբերող դրույթները սահմանադրական կարգի, եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, նաև խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար իրավունքների բացահայտ ոտնահարում են։ Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու հազարամյա առաքելությունը, նրա սրբազան ավանդույթներն ու հոգևոր կյանքը չպետք է քաղաքական շահարկումների առարկա դառնան։ Ինչպես քանիցս Մայրաթորը հաստատել է, կաթողիկոսի ընտրությունը եւ եկեղեցական անդաստանում որևէ բարեկարգում բացառապես հոգևոր կանոնական դատանտիրույթում են։ Ուստի եւ դուրս են քաղաքական կուսակցությունների եւ պետական իշխանության իրավասություններից։ Ինչ վերաբերում է ծրագրի բովանդակությանը, Տեր Վրդանես Քահանա Բաղալյանն ընդգծում է, որ այն որևէ առնչություն չունի ազգային իղձերի եւ նպատակների հետ։ Իրենք
բովանդակային առումով լկտի են, անօրեն են եւ ոչ հոգեվոր են։ Ակամայից ասենք տպավորություն է ձևավորվում, որ այս մարդիկ ասենք վերընտրվում են սպասարկելու համար Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը տարածաշրջանում։ Քահանան նաև շեշտում է, եկեղեցին առաջնորդվում է Քրիստոսի Սուրբ Հոգով եւ ծառայում է ազգային ու հոգեվոր արժեքներին, մինչդեռ քաղաքական միջամտությունը ոչ միայն հակասահմանադրական է, այլև հակաբարոյական։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Մինչ իշխանությունը նախընտրական պայքարի օրակարգում վերաձևում է պետություն եկեղեցի կապի նշանակությունը, հայկական Սփյուռք առաջնահերթ է համարում ազգային անվտանգության եւ համահայկական համախմբման հարցերը։ Փարիզում կայացած Սփյուռքի զորաշարժի խորհրդաժողովի վերջում կոչ հայտարարություն է հրապարակվել, շեշտելով համահայկական համախմբման անհրաժեշտությունը։ 26 երկրներից ժամանած ավելի քան 150 ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, ազգային օրակարգն ու առկա մարտահրավերները։ Խորհրդաժողովի մասնակիցները կարևոր են համարել Հայաստանի պետականության հզորացումը, Արցախի հարցի միջազգայնացումը, գերիների վերադարձը, ազգային ինքնության պահպանումը եւ Հայաստան-Սփյուռք ռազմավարական նոր հարաբերությունների կենսունակությունը։ Հայտարարությամբ նաեւ քննադատել են գործող իշխանության վարած քաղաքականությունը, այն գնահատելով պառակտիչ եւ համազգային շահերին հակասող։ Խորհրդաժողովի մասնակիցները կոչ են արել համախմբվել ազգային օրակարգի շուրջ եւ փոխել Հայաստանի զարգացման ներկայիս քաղաքական ուղեգիծը։ Խորհրդաժողովում ելույթ է ունեցել նաեւ քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը։ Առանձնացրել են վիճակագրական տվյալներ վերջին 1 տարվա ընթացքում Հայաստանի հասարակության ակնկալիքները ընդհանրապես Հայաստան պետությունից եւ քաղաքական ուժերից ընդհանրապես Հայաստանի ժողովուրդը ինչ է ուզում։ Սփյուռքում այն պատկերը, աղճատված պատկերը, բայց ես իրականում ասեմ, ես զուտ ուզում էի եւ Գարմիկի եւ Ընկեր Գասպարի եւ պարոն Զավյանի ասածների անդրադառնալ շատ հակիրճ։ Հայաստանի հասարակության 35%-ի, իսկ դա բավական մեծ թիվ է, 35%-ի թիվ մեկ խնդիրը Հայաստան պետության հետ կապված կրթական համակարգի ցածրորակ լինելն է։ Եվ այստեղ է, որ մենք որպես ազգային անվտանգության ռազմավարություն տանում ենք տվել ամեն ինչ։ Եվ միջնաժամկետ եւ երկարաժամկետ։ Երկրորդը 28%-ով սրանք իրական վիճակագրական սոցիոլոգիական տվյալներ են։ 28%-ով ենթակառուցվածքների բացակայությունն է։ Այդ թվում նորանոր տեխնոլոգիաների կամ նորարար տեխնոլոգիաների չկիրառման խնդիրը։ Անհատական անվտանգության խնդիրը ընդհանրապես ուզում է հայաստանցիների տեսել։ 21%-ին, այսինքն յուրաքանչյուր 5-ից 1-ին է հետաքրքրում։ Արցախի հարցը եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանողության հարցը 6-րդ տեղում է։ Սրանք տվյալներ են ընկերներ, որոնց հետ մենք պետք է հաշվի նստենք։ Եվ առանց գիտական, ռացիոնալ տվյալների ճշգրիտ ուսումնասիրման մենք իրավունք ունենք եզրակացումներ անելու։ Հայաստանում ցանկացած ներքաղաքական զարգացում վաղուց այլևս միայն ներքին հարց չէ։ Տարածաշրջանային գործընթացների ֆոնին Երևանի քաղաքական փոփոխությունները անմիջապես դիտարկվում են նաև խաղաղության բանակցությունների համատեքստում։ Պարզվում է, Հայաստանի առաջիկա ընտրությանը առանձնահատուկ ուշադրությամբ հետևում են նաև Բաքվում։ Այն աստիճան, որ խաղաղության գործընթացի ապագան որոշ գնահատականներով կախված է նրանից, թե ում կընտրի հայ հանրությունը։ Իսկ երբ քո ներքաղաքական զարգացումները դառնում են հարևան երկրի ռազմավարական հաշվարկների մաս, դա խոսում է ոչ միայն տարածաշրջանային լարվածության, այլև քո պետական որոշումների գնի մասին։ Ինչ է քննարկել Բաքու մեկնած հայկական պատվիրակությունը ադրբեջանցիների հետ եւ ինչ է փորձում համոզել հայ հասարակությանը, ռեպորտաժում։ Այս այցելությունները նպաստում են խաղաղության օրակարգի առաջ մղմանը։ Ինչ կարծիք ունես սրա մասին։ Երբ Ադրբեջանը ամեն օր Արցախում իրականացնում է մշակութային ցեղասպանություն, թող այս հարցին պատասխանեն, թող իրենց վերաբերմունքը արտահայտեն։ Հայ եւ ադրբեջանցի հասարակությունների միջև առաջացած մեծ անդունդը չեն կարող լցնել մի քանի հանդիպման արդյունքով, կարծում է Արեգ Քոչինյանը, որ ապրիլի 12-ին է վերադարձել Բաքվից։ Հարյուրավոր պատճառներ կարող ենք նշել, թե
Ինչու է փոխադարձ այցելությունները պետք է տեղի չունենան, եւ ես կարող եմ ընդհանրապես մեկ պատճառ նշել, թե ինչու այդ այցելությունները պետք է տեղի ունենան, որովհետեւ իմ գնահատմամբ այս այցելությունները նպաստում են խաղաղության օրակարգի առաջ մղմանը։ Բայց Ստեփան Հասանջալալյանը խաղաղության հասնելու ճանապարհին քանի դեռների խումբ է ներկայացնում։ Քանի Ադրբեջանը Հայաստանի սուվերեն տարածքում է, ապօրինաբար պահում է հայ գերիներին, քանի դեռ Արցախը օկուպացված է, քանի արցախցիները բռնի տեղահանված են։ 5-րդ, քանի դեռ Ադրբեջանում արկա է ռասայական խտրականության, ատելության դրսևորումներ, քաղաքականություն, ազգությամբ հայերի նկատմամբ, 6-րդ, քանի դեռ Ադրբեջանում դպրոցական դասագրքերը խթանում են նախապաշարմունքները եւ ատելություն են սերմանում, տարածում ազգությամբ հայերի նկատմամբ։ Այդ ատելություն տարածելու մասին խոսել են Բաքու կատարած այցի ընթացքում։ Բորիս Նավասարտյանն է ներկայացնում։ Մեզ վստահեցնում էին, որ այդ գործընթացը, այդ դինամիկան այո կա, այսինքն դրական վերաբերմունքը հարաբերությունների նորմալացման եւ խաղաղության հաստատման ակնհայտ է։ Ադրբեջանական լրատվամիջոցներից Ազերթաջ Ալիքում մի քանի հաղորդում կա հայերի եւ ադրբեջանցիների հանդիպումների մասին։ Երկուսում գեթ 1 դրական մեկնաբանություն չկա։ Մյուսում առհասարակ մեկնաբանություններն են բացակայում։ Սա Facebook-յան հարթակում։ YouTube-ում տպավորություն է, թե մեկնաբանությունները ջնջված են։ Օրինակ, այս տեսանյութի տակ ցույց է տալիս մեկ մեկնաբանություն, որը չի բացում։ Հայկական լրատվամիջոցներից պետական ֆինանսավորմամբ գործող Armenpress-ի մեկնաբանությունում ադրբեջանցիներից մեկը ներկայանում է Հայաստանում ապրող անանուն օկտատիրոջ նոր հարևանն ու հրավիրում հաղթանակի զբոսայգում շախմատ խաղալու եւ իր խոսքով մի բան խմելու։ Մեր հերարցակած ուղիղ եթերում ոչ մի մեկնաբանություն չի եղել, իսկ մեկ այլ լրատվամիջոցի ուղիղ եթերում այսօրվա խմբին, որ ամփոփում էր այցը, անթասիբներ են կոչել։ Ստեփան Հասանջալալյանի խոսքով ադրբեջանական լրատվամիջոցները գրաքննվում են եւ այս փուլում հնարավոր է վերահսկողության տակ առնեն օկտատերերին։ Ադրբեջան ժամանած խմբի 4-րդ հանդիպումն է եղել ապրիլի 10-ից 12-ին։ Քաղաքասարակության ներկայացուցիչները Գաբալա քաղաքում հանդիպել են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիկմեթ Հաջիևի հետ։ Պատվիրակության անդամներից Սամվել Մելիքսեթյանին ադրբեջանական սահմանամերձ գյուղերում ստեղծված պատկերն է հուզել։ Ադրբեջանական այն գյուղերը, որ հարևան են Հայաստանին, իմ տպավորությամբ շատ ավելի են տուժել նաև եւ շատ ավելի sense բան սահմանային եւ նույնիսկ ֆրոնտի, առաջնագծային տեսք ունեն, որովհետեւ ճանապարհների շուրջ այդ հողային պատնեշներն էին, ցանկացած սահմանային գյուղ, որ մեր մտնում ենք, առաջին տպավորություններից մեկը այն էր, որ այնտեղ նաև իրենց կողմից զոհվածների նկարներն էին եւ այդ հուշատախտակներն էին, որ նույնպես տպավորիչ են։ Հայաստանում սահմանամերձ գյուղերից Սյունիքի մարզի ներքին հանդ գյուղի գերեզմանոցն Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Բնակիչները մամուլի հետ զրույցում ընդգծում են, չեն կարողանում այցելել իրենց գերեզմանները։ Իսկ 2025-ին ադրբեջանական կողմը կրակում էր նաև Սյունիքի խնածախ ու խոզնավար գյուղերի վրա։ Տների տանիքներ, ջրատաքացուցիչներ են վնասվել, նաև մանր եղջերավոր անասուններ։ Մելիքսեթյանն ասուլիսին խոսել է Հայաստանի շրջափակումից դուրս գալու ծրագրից, նշել, որ Բաքուն կարևորում է թրիփը։ Նաև կարծում է, թե Հայաստանի փակ սահմաններ ունենալը հայերի հոգեբանության վրա ազդեցություն է թողել։ Ինչու են մեր ճանապարհները եւ որ ասում եմ, այս խնդիրները մենք ունենք, որովհետեւ մենք սովորել ենք փակ սահմաններին, մենք տրանզիտային երկիր չենք դարձել, ու երբ որ տրանզիտային երկիր չես, դու չես մտածում այդ ճանապարհների որակի մասին, որ դու ունենաս մրցունակություն այս դաշտում, եւ սա շատ կարեւոր է, որ մենք նաեւ ադապտացվել ենք, այս հոգեբանության հետ եւ Բայց երբ շրջում ենք Երևանում եւ մարզերում, քաղաքացիները անդադար խոսում են ճանապարհների որակի մասին, պահանջում լցնել խրամատի նմանվող փոսերը։ Կատաստրոֆիկ փողոցների մասին էլ չասեմ։ Խայտարակություն աղջիկ ջան, խայտարակություն։ Քաղաքասարակության ներկայացուցիչները խոսել են նաև գերիների վերադարձի մասին։ Մենք չենք առանձնացնում ռազմաքաղաքական եւ այլ, մենք ընդհանուր առմամբ պահվող անձանց մասին ենք խոսում եւ նորից եմ կրկնում, մեր մոտեցումը հետեւյալն է, չի տեղավորվում այլևս այս հարցը խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ։ Ադրբեջանցիները բարձրաձայնել են նաև անհետ կորած անձանց վերադարձի հարցը, խոսել Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունից ու ցույց տվել ակնհայտ հետաքրքրվածություն։ Անիա Բաղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Խաղաղության շուրջ քննարկումների ֆոնին վանդալիզմի հերթական դեպքն է արձանագրվել Արցախում։ Ադրբեջանցիները Ստեփանակերտում հիմնահատակ ավերել են Սուրբ Հակոբ եկեղեցին։ Արցախի թեմը ահազանգ է հնչեցրել, նշելով, որ այդ եկեղեցին տարիներ շարունակ եղել է Ստեփանակերտի հոգևոր կյանքի կարևոր կենտրոններից մեկը։
Համակարգված, նպատակային եւ պետական մակարդակով իրականացվող մշակութային այս ցեղասպանությունը շարունակվում է ամբողջ աշխարհի աչքերի առաջ, որի խոսուն վկաներն են նաեւ հիմնովին ավերված Շուշիի Սուրբ Հովանես Մկրտիչ, Տանձատափի Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիս, Բերձորի Սուրբ Համբարձման, Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցիներ ու բազմաթիվ այլ սրբավայրեր։ Ինչքան էլ անարձագանք մնան մեր արդար դատապարտումներն ուղված մշակութային եղեռնի հետևողական շարունակությունը, չկանխող համաշխարհային կառույցներին, որոնք ստանձնել են այդ պարտականությունը, մենք ավետարանական այրի կնոջ պես անընդհատ պահանջելու ենք մեր արդար դատն ու իրավունքը։ Ուստի վերստին կոչ ենք անում միջազգային համապատասխան կառույցներին միջամտելու դադարեցնել այս ակնհայտ վանդալիզմը եւ կանխել համաքրիստոնեական արժեք հանդիսացող Արցախյան հոգեվոր մշակութային ժառանգության ոչնչացումը։ Մինչ արտաքին հարթակում խաղաղության գործընթացը շարունակում է քննարկվել տարբեր մեկնաբանություններով, ներսում իշխանության օրակարգը տեղափոխվում է արդեն տնտեսական հաշվարկների դաշտ։ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է խոշոր գործարարների հետ, նրանց հետ քննարկել տնտեսական քաղաքականությանն առնչվող հարցեր։ Խնդրել է վերանայել 200,000 դրամից քիչ պակաս աշխատավարձ ստացող քաղաքացիների աշխատավարձերը, որպեսզի նրանք էլ կարողանան օգտվել առողջության պարտադիր ապահովագրության ծրագրից։ Հանդիպմանը ներկայ են եղել նաև գործարարներ, որոնք իրենք էլ նախկինում ակտիվ քաղաքականության մեջ են եղել։ Սամվել Ալեքսանյան, Արտակ Սարգսյան, Միքայել եւ Կարեն Վարդանյաններ եւ այլք։ Հանդիպմանը ներկայ է եղել նաև Գոհար Աբաջյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կինը, որը մոտ 1 տարի առաջ նշանակվել է ներդրումների աջակցման կենտրոնի տնօրեն։ Գլխավոր դատախազության մոտ այսօրվանից 1 շաբաթյա նստացույց է սկսվել Սուրբ Աննա եկեղեցում սկանդալի պատճառով կալանավորված պատանուն ազատ արձակելու պահանջով։ 18-ամյա Դավիթ Մինասյանին անհապաղ կալանքից ազատելու պահանջով մի քանի մայրեր ամեն օր մինչև երեկո ժամը 20-ը կմնան դատախազության մոտ, թեև գլխավոր դատախազությունը անցած շաբաթ մերժել էր մանկուց հիվանդություններ ունեցող տղային ազատել կալանքից։ Տղան հիվանդանոցում է։ Նստացույցի նախաձեռնող Սաիդա Պողոսյանը նշել է, որ իրենց նպատակն է թույլ չտալ, որ Դավիթը կրկին տեղափոխվի քրեակատարողական հիմնարկ։ Գլխավոր դատախազից պահանջում ենք անաչառ քննություն, թույլ տալ Դավիթի բուժումը անցկացվի տանը եւ իր ընտանիքի հոգատարության ներքո, եւ այս պայդրությամբ շատ քրիտիկական է նաեւ Դավիթի իրավիճակը, թույլ տալ ստանալ լիարժեք բուժում եւ փոխվի այն մեղադրանքները, որոնք ներկայացվել են։ Մենք գիտենք, որ Դավիթը մեղավոր չի եւ այս պայդրությամբ փորձում ենք մոբիլիզացիա անել եւ ներգրավել շատ մարդկանց այս հացի շուրջ ուշադրություն գրավելու համար։ Շատ վատ է իրականում Դավիթի իրավիճակը, այնպես չի, որ ինքը մանկողնուց վեր կացավ կկարողանա տեղափոխել քրեական կատարողական հիմնարկ։ Մեր նպատակը նաև դա է խոչընդոտել, որպեսզի Դավիթը ստանա լիարժեք բուժում հիվանդանոցում մինչև այն պահը, որ ի վիճակի կլինի ենթարկվել դատախազության հրամանին։ Երևանում հերթական անձրևը դարձյալ ջրի երեսը հանել քաղաքի մշտական խնդիր է, բայց այս անգամ ոչ միայն գետնանցումներն ու կրպակներն են հեղեղվել, այլ մեքենաները բառից բուն իմաստով հայտնվել են ջրի տակ։ Տարբեր կառույցներ մատնանշում են մեկը մյուսին ձևավորելով պատասխանատվության փակ շրջան։ Քաղաքային իշխանությունը խոսում է գործող համակարգի սահմանափակման եւ նոր լուծումների անհրաժեշտության մասին։ Իսկ շահագործող ընկերությունը Veolia Ջուրը պնդում է, որ արկածանցը ունի կառուցվածքային ու տեխնիկական լուրջ խնդիրներ, որոնք չեն կարող լուծվել միայն ընթացիկ սպասարկմամբ։ Արդյունքում, երբ պատասխանատվությունը բաժանվում է տարբեր ուղղություններով, խնդիրը մնում է նույն տեղում։ Իսկ Երևանում յուրաքանչյուր նոր անձրև կրկին հիշեցնում է, որ ջրահեռացման հարցը վաղուց դուրս է եկել պարզապես տեխնիկական քննարկման շրջանակից։ Գյուրջյան փողոցում ենք, որտեղ նախորդ գիշեր առատ տեղումներից հետո մեքենաները նորից հայտնվել էին ջրի տակ։ Մի քանի ժամ տևած անձրևը բավական էր, որպեսզի Երևանում նորից առաջանան այսպես կոչված քաղաքային լճեր։ Տասնյակ վարորդներ երթևեկելով ջրի տակ անցած ճանապարհներով կրում են բազմաթիվ ֆինանսական վնասներ, մինչդեռ քաղաքապետարանն ու համապատասխան այլ կառույցներ որևէ քայլ չեն ձեռնարկում ստեղծված խնդիրը լուծելու համար, արդեն մի քանի տարի է։
Անձրևը Երևանում սպասված սյուր չէ, հատկապես վարորդների համար։ Ճանապարհներին կուտակված ջուրը ոչ միայն խաթարում է երթևեկությունը, այլև լուրջ խնդիրներ է առաջացնում վարորդների համար։ Ինչու է տեղումներից հետո առաջացած ջուրը լցվում երթևեկելի հատվածներ ու մնում այդ տեղերում։ Հարակից տարածքում գտնվող այդ լանջերից հողի եւ քարի զանգված է բերել հերթական անգամ, այս արդեն կրկնվել է, բերում է այնց անձրևատար ընդունիչների վրա կուտակվում է, որից հետո այդ ջրի կանգը առաջանում։ Քաղաքապետարանը պնդում է ջրահեռացման համակարգը մաքրելու աշխատանքները Veolia ջուր ընկերության պարտականությունն է։ Ընկերությունն էլ ասում է, չի հրաժարվում կատարել իր աշխատանքը։ Veolia ջուր փակbaşնետիրական ընկերության հիմնական գործառույթներից մեկը վարձակալության պայմանագրով իրեն հանձնված բնակավայրերի անձրևաջրերի հեռացման համակարգերի կառավարումն է։ Ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագներում հեղեղատար համակարգի մաքրման համար գումար հատկացված չէ։ Սակայն ընկերությունը վարձակալված ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի շահագործման եւ պահպանման համար նախատեսված ծախսերի շրջանակներում ամբողջ տարվա ընթացքում համակարգը մաքրում է կուտակվող աղբից, անհրաժեշտության դեպքում նաև նորոգում է, ինչի շնորհիվ անձրևատարները մշտապես գտնվում են աշխատանքային վիճակում ու ծառայում իրենց նպատակին, իսկ անձրևաջրերի քրոնիկ կուտակումների վայրերին առանձնահատուկ ուշադրություն է դարձվում։ Ընկերության մասնագետների հատուկ առանձնացված խմբերը երևանյան տարբեր փողոցներում մշտապես զբաղվում են անձրևատարների մաքրման աշխատանքներով։ Որ Veolia-ն աշխատանքներ տանում է այս ուղղությամբ, քաղաքի կոմունալ վարչության պետն էլ է այսօր գործակարգավարական նիստում հաստատել։ Կարոյանը որպես խնդրի լուծում առաջարկել է նոր անձրևընդունիչ համակարգի կառուցում։ Արդեն Veolia-ի մասնագետների նախնական պայմանավորվածություն ենք, մի հատ գնանք տեղում ուսումնասիրենք, հավանաբար անձրևընդունիչ ցանցերի քանակը ավելացնենք եւ որպեսզի կանոնայդ ջրի քանակը ավելի շատ մեծ քանակությամբ կլանի։ Ինչու է քաղաքապետարանը միայն հիմա խոսում նոր համակարգեր ունենալու անհրաժեշտության մասին։ Նախկինում այս հարցի կարգավորման համար մեր բոլոր զանգերից հետո քաղաքապետարանը շարունակ պնդում էր, խնդիրը Veolia-ի դաշտում է։ Շատ կարևոր է նշել, որ այս պահին նախընտրական շրջան է, դրա համար դուք եւ մեր հանրությունը պետք է պատրաստ լինեն նրան, որ ԿՊ-ն adekvat մտքեր է արտահայտելու, բայց պետք է հիշել, որ սա նախընտրական շրջան է, պետք է հիշել իրենք ինչեր են խոսում ամեն նախընտրական շրջանի ժամանակ ու վերջում ինչ արդյունք են տեսնում։ Պետք է ստույգ հասկանալ, որ տվյալ քաղաքական թիմի գործողությունները եւ խոսույթը երբևիցե իրար չեն բռնում, հատկապես ընտրություններից առաջ ջրահեռացման համակարգները այս պահին շատ վատ վիճակում են հենց ԿՊ-ի կառավարման արդյունքում, որովհետեւ եթե դու իբրև քաղաքային իշխանություն շինթույլտվություններ ես տալիս ամեն տեղ որովե ենթակառուցվածքի նրբություն հաշվի չառնելով, դրանից հետո որովե աշխատանք բավարար չի լինելու այս իրավիճակից դուրս գալու համար։ Այս անգամ չի լռել նաև Veolia-ն։ Ընկերությունը ABC Media-ի հարցմանն ի պատասխան հայտնել է, իրենց կողմից վարձակալած պետական գույք հանդիսացող համակարգն ունի շատ թերություններ, մասնավորապես ոչ բոլոր փողոցներն ունեն անձրևատարներ, իսկ եղածներից շատերի թողունակությունն էլ թույլ չի տալիս ապահովել անձրևաջրերի սահուն հեռացումը։ Դա հետևանք է այն բանի, որ Երևանի բուռն կառուցապատումն ու զարգացումը հիմնականում չի ուղեկցվել անձրևատար ցանցի համապատասխան ընդլայնմամբ։ Շատ տեղերում ավելացվել է ասֆալտապատ տարածքների մակերեսը, իր հետ բերելով գոյացող անձրևաջրերի քանակի ավելացում, մինչդեռ անձրևատար խողովակների թողունակությունը մնացել է նույնը, իսկ բազմահարկերով կառուցապատված շատ թաղամասերում ներբակային ցանց ընդհանրապես գոյություն չունի կամ էլ այն կիսակառույց է։ Արդյունքում, եթե մեղմ անձրևները աննկատ են մնում երևանցիների համար, ապա հորդ կամ տեղատարապ անձրևների ժամանակ երբեմն անձրևատարներն ուղղակի ի վիճակի չեն լինում հնդածս հեռացնել հոսող ջրերը։ Միաժամանակ ընկերությունը սլաքներն ուղղում է ջրային կոմիտե։ Խնդրի արմատական լուծումը ենթադրում է խոշորածավալ կապիտալ ներդրումներ, ինչը ֆրանսիական Veolia Group ընկերության եւ Հայաստանի կառավարության միջև կնքված վարձակալության պայմանագրով կատարում է ջրային կոմիտեն։ Ջրային կոմիտեից հայտնեցին, որ ջրահեռացման կոյուղատար համակարգի արդիականացման եւ սպասարկման պատասխանատուն համայնքն է, այս դեպքում քաղաքապետարանը։ Մինչ պատասխանատու մարմինները կողմնորոշվեն, թե իրենցից ով է պարտավոր լուծել խնդիրը, մայրաքաղաքում կյանքը շարունակում է բարթանալ, իսկ հին խնդիրներին ավելանում են նորերը։ Սեդա Մակարյան, Մհեր Դավթյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։
Միջուկային ծրագիր, ռազմական ակտիվներ, Հորմուզի նեղուց։ Այս հարցերն էին, որոնց շուրջ 21 ժամ Իրանն ու Իսրայելը Իսլամաբադում չկիսեցին նույն կարծիքը։ Երկրի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ չնայած իրենք հեռանկարային նախաձեռնություններ էին առաջ քաշել, ԱՄՆ-ն չկարողացավ շահել իրենց վստահությունը։ Ձախողված բանակցությունից հետո Թրամփը շարունակել է սպառնալ Միացյալ Նահանգների նավատորմը կշրջափակի Հորմուզի նեղուցը արգելափակելով մուտք կամ ելք գործել փորձող բոլոր նավերի ճանապարհը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ արձագանքել է սպառնալիքներին, նշել, որ Վաշինգտոնը չի քաղել անհրաժեշտ դասերը։ Նրա խոսքով բարի մտադրությունները բերում են բարի արդյունքների, իսկ թշնամանքը նոր հակասությունների։ Վերջին 47 տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակով ինտենսիվ բանակցությունների ընթացքում Իրանը բարեխղճորեն գործակցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ձգտելով վերջ դնել պատերազմին։ Բայց երբ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը մնացել էր ընդամենը 1 քայլ, մենք բախվեցինք մաքսիմալիզմի, նպատակների փոփոխության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից շրջափակման։ Իսկ Հունգարիան փակեց քաղաքական մի ամբողջ դարաշրջան։ 16 տարի անընդմեջ իշխանության ղեկին գտնվող Վիկտոր Օրբանը կորցրեց իշխանությունը իր կուսակցության համար, նշանավորելով պատմական շրջադարձ։ Երկար տարիներ Եվրոպայում որպես հակասական առաջնորդ ընկալվող Օրբանը ձևավորել էր քաղաքական մոդել, որը միաժամանակ համարվում էր կայուն, բայց նաև քննադատվում էր իշխանության կենտրոնացման եւ ժողովրդավարական ինստիտուտների թուլացման համար։ Այս ընտրությունը, սակայն, միայն ներքին քաղաքական պայքար չէր, այն վերածվել էր նաև արևմուտքի եւ արևելքի միջև աշխարհաքաղաքական ազդակների դաշտի։ Իսկ հիմա Հունգարիայում տեղի ունեցած իշխանափոխությունը նոր հարցեր է բացում ոչ միայն Բուդապեշտի, այլ նաև տարածաշրջանային եւ միջազգային հարաբերությունների ապագայի շուրջ։ Հունգարիայում ավարտվեց ավելի քան 1.5 տասնամյակ տևած քաղաքական շրջափուլը։ 16 տարի անընդմեջ իշխանության ղեկին գտնվող Վիկտոր Օրբանը պարտվեց խորհրդարանական ընտրություններում զիջելով ընդդիմությանը։ Օրբանը ձգտում էր ձեռք բերել 5-րդ հաջորդական մանդատը 2010 թվականից ղեկավարելով Հունգարիան եւ առաջ տանելով իր կողմից ձևակերպված ոչ լիբերալ ժողովրդավարության մոդելը, որը քննադատների գնահատմամբ հանգեցրել է իշխանության կենտրոնացման, դատարանների անկախության թուլացման եւ մեդիայի վերահսկման։ Վերջին տարիներին Եվրամիության կառույցները եւ արևմտյան դիտորդները հաճախ կասկածի տակ էին դնում Հունգարիայի ժողովրդավարական չափանիշները, նշելով, որ երկիրը հեռանում է ժողովրդավարական ստանդարտներից։ Օրբանը բավական քաղաքացիական այլ ազատություններ սահմանափակում, կային նաև տվյալներ, մեղադրանքներ Օրբանի կուսակցությանը հասցեին, նրանց հիմնական էլեկտորատը այսպես շրջաններն էին, ոչ խոշոր քաղաքներն են եւ այդտեղ ինչ որ մեղադրում են մարդկանց վրա ճնշում գործադրելու մեջ, ուղղորդումների մեջ եւ այլն։ Միևնույն ժամանակ Օրբանը դարձել էր գլոբալ աջակողմյան քաղաքականության առանցքային դեմքերից մեկը, պահպանելով սերտ կապեր թե Դոնալդ Թրամփի, թե Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա նախընտրական քարոզարշավը կառուցված էր նաև Ուկրաինայի պատերազմի շուրջ։ Նա կոշտ քննադատում էր Զելենսկիին եւ խոսում էր Մոսկվայի հետ հարաբերությունների պահպանման օգտին։ Հաշվի առնելով, որ Հունգարիան Եվրամիության անդամ է եւ ՆԱՏՕ-ի անդամ, ինչպես նաեւ Օրբանը փաստացի վարում էր այդ կառույցների ընդհանուր քաղաքական գծին դեմ քաղաքականություն եւ նույնիսկ կոնֆլիկտ էր ձևավորվել այդ իմաստով։ Հիմա բնական է, որ կփոխվի նաեւ այդ փոխհարաբերությունը։ Ինչ տրամաբանությամբ սա իհարկե հարց է։ Հատկանշական է, որ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը ընտրություններից դեռ օրեր առաջ էր ժամանել Հունգարիա նպատակ ունենալով աջակցել ազգայնական վարչապետ Վիկտոր Օրբանի նախընտրական քարոզարշավին։ Սակայն լարված եւ սկանդալային քարոզարշավից հետո ընտրությունների արդյունքները փաստեցին։ Հունգարիան կանգնած է նոր քաղաքական իրականության առջև։ Օրբանի հիմնական մրցակիցը Պետեր Մաջարն էր, որը ղեկավարում էր Տիզզա կուսակցությունը։ Մաջարը 45 տարեկան է, մինչև քաղաքականություն մտնելը Օրբանի ջատագովներից մեկն էր։ Մակյարը, այսինքն ընդդիմության առաջնորդը, նաև մինչև 2024 թվականը հենց ինքը իշխանության մաս էր եւ իշխանությունից դուրս էր եկել այն պատճառաբանությամբ կամ այն հիմնավորումով, որ դա կոռումպացված համակարգ է եւ ինքը համակարգը ներսից շատ լավ գիտի եւ ահա այդ տրամաբանությամբ ինքը փաստացի աստիճանաբար ստանձնեց ընդդիմության առաջնորդությունը։
Այս ընտրություններում Մաջերը հասարակությանը կանգնեցրեց կտրուկ ընտրության առջև՝ արևելք կամ արևմուտք, քարոզչություն կամ ճշմարտություն, կոռուպցիա կամ մաքուր իշխանություն։ Տասնամյակներ շարունակ երկրի քաղաքական օրակարգը թելադրած Օրբանը արդեն ընդունել է պարտությունը, այն անվանելով հստակ եւ ցավոտ։ Հաղթանակած Տիզզա կուսակցությունը Պետեր Մաջարի գլխավորությամբ խորհրդարանում կստանա 199 մանդատից 138-ը, ինչն էլ բավարար է սահմանադրական մեծամասնություն ձևավորելու համար։ Օրբանը Բուդապեշտում դիմելով իր կողմնակիցներին ասել էր, որ իր կուսակցությունը Ֆիդեսը այսուհետև հանդես կգա որպես ընդդիմություն։ Այնպես չի, որ նոր եկած իշխանությունը արտաքին քաղաքական խնդիրների հետ առնչություն չի ունենալու է եւ իրենք արդեն դիրքորոշում հայտնել են, օրինակ գրեթե նույն դիրքորոշում ունեն ինչ որ Օրբանը Ուկրաինայի հետ կապված հարցերում եւ նաեւ նշել են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ կապված ինչ որ փոփոխություններ կլինեն, բայց ռուսական գործոնի հանգամանքը հաշվի չառնել անհնար է։ Հայաստանն այս երկրի հետ հարաբերություններում հիշողության ծանր բեռ ունի։ 2012 թվականին Բուդապեշտի ամենավիճահարույց որոշումներից մեկը ցնցեց Երևանը։ Խոսքը Ռամիլ Սաֆարովի արտահանձնման մասին է։ Թեպետ տարիներ անց կապերը վերականգնվեցին, վստահության ճգնաժամը լիովին չի հաղթահարվել։ Այս ֆոնին Հունգարիայում տեղի ունեցած իշխանափոխությունը կարող է բացել նոր էջ։ Հունգարիան նաև թուրքալեզու պետությունների կազմակերպության դիտորդ է եւ այստեղ օրինակ Հայաստանի համար գուցե ավելի էական հանգամանք կլինի, թե արդյոք այս կազմակերպության հետ փոխհարաբերությունում Հունգարիան կունենա որոշակի վարքագծային փոփոխություն, որովհետեւ գիտենք Օրբանը շատ սերտ գործընկեր էր այդ կազմակերպության համար, Օրբանը մեծ հաշվով Ալիևի հետ, այսպես ասենք, գործընկեր էր ոչ միայն քաղաքական, այլ նաև բիզնես իմաստով։ Հայաստանում եւս խորհրդարանական ընտրությանն ընդառաջ խոսվում է Արևմուտքի եւ Ռուսաստանի, մասնավորապես Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու անհրաժեշտության, տարբեր ուժային կենտրոնների հետ հարաբերությունները հավասարակշռելու մասին։ Այս տեսանկյունից Բուդապեշտում տեղի ունեցած փոփոխությունը կարող է դիտարկվել որպես օրինակ, թե ինչպես է հասարակությունը արձագանքում արտաքին քաղաքականության ուղղության շուրջ ձևավորված ներքին հակասություններին։ Նոր իշխանությունները, որոնք խոստանում են ավելի թափանցիկ եւ եվրոպական արժեքներին մոտ քաղաքականություն, կարող են փորձել վերականգնել վստահությունը գործընկեր երկրների հետ։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը արդեն արձագանքել է, հայտարարելով, որ Եվրոպայի սիրտն այսօր ավելի ուժեղ է բաբախում Հունգարիայում։ Այս ժամի լրահոսն այսքանն է, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, վստահ եղեք, որ բաց չեք թողնի տեղական ու միջազգային ամենահրատապ նորությունները։ Կհանդիպենք։